Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք ֆանտաստիկ եւ ֆենթեզի համակարգչային խաղերից, գրքերից, կոմիքսներից, ֆիլմերից, այսինքն այն ամենից, ինչը կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօր մեր հյուրը իսկական գիկ է, դիզայներ, մոնտաժող Նարե Արշակյանը։ Բարև ձեզ։ Թեման մենք նախորդ արդեն որոշել էինք, այդ թեմայով մենք այնքան ենք խոսում, որ արդեն ուղնուծությամբ քննարկել ենք։ Խոսքը առանց չափազանցության լավագույն գիտաֆանտաստիկ սերիալի մասին է, Battlestar Galactica։ Ես իրան նայել եմ 2019 թե 20 թվին։ Այդքան ուշ։ Այդ մինչև այդ չէի նայել, ընդհանրապես չէի բանարել։ Սերիալը ինքը սերիալը, հետո իր spin-off սերիալները, բոլոր են վեբ էպիզոդներ, YouTube-ում ինչ-որ կարճ բաներ, կարճամետրաժներ եւ այլն ու աննկարագրել է ինչ տպավորություն, լրիվ այցելություն էր լրիվ այդ աշխարհ, այնտեղ ապրել, հետո վերադառնալ։ Դու ես վերջերս նույնպես վերանայում ես։ Հա, վերանայման process-ում եմ, բայց իրականում սերիալը սկսել էի նայել, երբ որ ինքը ongoing էր, երրորդ սեզոնն էր գնում։ Հա, ու ընդ որում հեռուստատեսությամբ կաբելային, որտեղ այն սերիաներ մեկ-մեկ բաց թողելով եւ այլն, վերջը ու սենց իմ մոտ եղել է այն պահը, երբ որ սպասում ես, թե ինչով է ավարտվում եւ այլն, բայց հա, այդ երբ որ այդ աշխարհ մտնում ես ու նաեւ իր հետաքրքիր բաներից մեկն է նա, որ այդ աշխարհ մտնելով դու հենց մարդկության տարբեր ասպեկտներ ես մտնում եւ այլն, այսինքն ինքը շատ կատարված չի մեր աշխարհից, էլի, սենց չես կարողանում դուրս գալուց հետո էլ ժամանակ առ ժամանակ բոլորը, ովքեր ասենք սիրում են այդ սերիալը, բոլորը պարտադիր վերանայում են, ասենք մի քանի տարին մեկ։ Իսկ ասենք վերանայման ընթացքում ինչ նոր բաներ ես հայտնաբերում, որը առաջի դիտումով չես նկատել կամ ասեմ, իր լավագույն կողմերից մեկն է նա, որ ինչքան դու ինքդ զարգանում ես, թե ասենք որպես մարդ մեծանալով, թե ավելի շատ գրքեր կարդալով, տարատեսակ բաներից, այդ կարա լինի, չգիտեմ, թե հոգեբանություն, թե ասենք ինչ-որ հոգևոր գրականություն եւ այլն, այնքան ինքը ավելի լավն է դառնում, որովհետեւ այդ ոչ թե ինչ-որ բաներ չնկատելն է առաջին անգամ, այլ հենց այն, որ դու դեռ այդքան չես ոնց որ հասունացել կամ այդ կողմից չես նայել մարդկության եւ այլն, հատկապես այն պահը կա, որ առաջին անգամ դու դեռ չգիտես այդ ուրա գնալու, օրինակ կերպարներ կան, օրինակ մեր սիրելի Գայոս Բալտարը, օրինակ որ սկզբում դու տեսնում ես իր արածները, ասենք ինչ հետևանքների են բերում եւ այլն, ու դու էլ իրանից զոզվում ես, օրինակ նենց ոնց որ լիքը կերպարներ հենց այնտեղ, իսկ հետո երբ որ արդեն գիտես իրան ամբողջությամբ, տարբեր կողմերից ես սկսում նայել, ու դրա համար էլ ինչքան դու որպես մարդ հասունանում ես, ինչքան ավելի տարբեր պերսպեկտիվաներից կարաս նայես ինչ-որ սիտուացիաների եւ այլն, այնքան դու այդ մարդկանց հանդեպել ես, օրինակ վերաբերմունք փոխում, ավելի լավ հասկանում եւ այլն, դրա համար այդ վերանայումը մի քանի տարին մեկ, որտեվ դու էլ անընդհատ ոնց որ աճելու process-ում ես, ինքը գնալով ավելի ու ավելի լավն է դառնում, որտեվ իրոք շատ լավ գործ են արել, էլի։ Մի քանի բառ արի, ես մոտավորապես սյուժեի մասին պատմեմ, որ մարդիկ պատկերացնեն, էլի ինքը ինչի մասին է, գլխավոր twist բնականաբար չեմ բերելու։ Կարելի է պատկերացնել մարդկության ապագան, որտեղ մարդկություն մի քանի մոլորակների վրա մեծ քաղաքակրթություն է եւ այլն, մարդիկ ժամանակին ստեղծել են ռոբոտներ, ինչը մեր հիմիկվա համար շատ ակտուալ է, արհեստական բանականություն, որի հետ պատերազմել են, ահագին զոհեր տալով եւ այլն, ու հետո այդ ռոբոտները սայլոնները հետ են գալիս ու համարյա ոչնչացնում են մարդկությանը։ Պետք է ասել, որ հետո կնքվել է ոնց որ խաղաղություն, սայլոնները գնացել են, իրանցից 50 տարի ոչ մի նորություն չի եղել, ու մեկ էլ մի օրում մի հատ ամբողջական ցեղասպանություն է։ Խաղաղության դարաշրջան է սկսվել իրանց մոտ, հա։ Հետո բայց սայլոնները եկել են, ոչնչացրել են համարյա մարդկությանը, փրկվել է մի հատ նավատորմ։
շատ փոքր նավատորմ, որովհետև հենց դա իրանք շատ հին էին։ Այսինքն հին տեխնոլոգիայի շնորհիվ են փրկվում, բայց դրա համար իրանք վիճակն էլ շատ նեղը, որովհետև ու ոնց որ մարդկությունը, ամբողջ մարդկությունը հիմա կենտրոնացած այդ փոքր նավատորմի մեջ, մի քանի տասնյակ նավերի մեջ 50,000 մարդ է պլյուս մինուս։ Ու ինքը մարդկության փուճուր մոդելն է։ Ու դրից սկսվում է այն ամենահետաքրքիրը, որ այդ փուճուր մոդելի մեջ մարդկության այդ քաղաքական խաղերը, ներքին խժդժությունները, ընդ որում կա մի հատ շատ մեծ սենց պայքար ի սկզբանե, որ այդ պայմաններում կա քաղաքացիական հասարակություն, ասենք նախագահ, բան եւ այլն, ու կա ռազմականը, ու էդ էլ մի տեսակ բարդ թեմա է, որովհետև այդ պայմաններում բնականաբար ոչ մեկ առանց զինվորականների ողջ չի կարող մնալ, բայց նրանք էլ հաճախ չեն հասկանում, որ բոլոր որոշումները չեն կարող լինել մենակ միլիտարիստական ու այդտեղ գնում են արդեն պայքարներ մարդկանց մեջ, ովքեր բոլորն էլ ոնց որ լավն են ուզում են փրկություն եւ այլն ու այդպիսի բաներ ու պարբերաբար տեղի ունենում բախում սայլոնների հետ, որովհետեւ նրանք էլ հետապնդում են մարդկանց անտած ճակատամարտեր, դրան է գումարած նոր բաներ են տեղի ունենում, որոնք դու ընդհանրապես չես սպասում որ կարող այդպես բաներ լինեն։ Ընդ որում այդտեղ կա նաեւ մի հատ կրոնական ֆակտոր, որ օրինակ կան մարդիկ հեթանոսներ են, իսկ հետո պարզվում է, որ սայլոններն հավատացյալ են հիմնականում, բայց իրանք միաստվածության են հավատում։ Մոնոթեիստական։ Հա, ու էդ էլ իր հետաքրքիր պահերն ունի, ու էլի նաև բախվում է նրան, իսկ հիմա մենք ամեն ինչին նայելու ենք մենակ ռացիոնալ, գիտական տեսանկյունից եւ այլն, թե կարող է ինչ-որ այդ հավատի մասնենք, ընդ որում այդ հավատի մասը խառնում են նաև այն թեմայի հետ, որ օրինակ գլխավոր կերպարներից մեկը, ոնց որ գլխավոր հրամանատարը, ասենք այդ բանակի, ինքը աթեիստ է, բայց ինքը ունի շատ մեծ հավատ մարդկության մեջ։ Ու երբեմն ինքը ոչ ռացիոնալ ոնց որ որոշումներ է կայացնում ուղղակի նրանից, որ ինքը նայում է մարդուն ու տեսնում է, ասենք, այդ մարդու մեջ ինչ որ գաղափար եւ այլն կամ ասենք այն որ այդ կարա ինչ որ մարդկանց հույս տա ու ինչ որ ապրելու իմաստ տա եւ այլն ու ասում է այս պահի դրությամբ այդ հավատը ավելի կարևոր է ընդհանուր մարդկային քաղաքակրթության, ասենք, ողջ մնալու համար։ Եվ այլն ու այդ առումով էլ ասենք շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվում։ Գլխավոր թվիստի մասին իհարկե չենք բացահայտի, այն ամենաֆինալը։ Հա։ Բայց ես հիշում եմ իմ ռեակցիան դրան, որովհետև ամեն ինչ կարելի սպասեիր։ Հա։ Ամեն ինչ, բայց այտենց ֆինալ ես օրինակ չէի պատկերացնում էլի ոնց ինքի մոտ ինձ բանը Dark Tower-ի ֆինալը հիշեցրեց որոշ առումով էլի չնայած այնտեղ ցիկլը բայց ասենք չեմ պատկերացնում էլի ոնց կարաս հետո դու արդեն այդ ֆինալից հետո հետա հայաց նայում ես հենց էդ էլ է բաներից մեկը որ Սկի նայում ես, հասկանում ես, որ ասենք առաջին սեզոնում ինչ որ մի հատ սերիա, որը տենց շատ կարևոր ոնց որ չլներ, եթե այդ մի սերիան չլներ, այդ չեր բերի այդ ֆինալին ոնց որ ու հա տենց ինքը այդ առումով էլ է ուժեղ ու հա հետո նայում ես, հասկանում ես, որ հա ամեն ինչ գալու էր դրան ու լիքը բաներ որ նայում ասում էր լավ ուրիշ աշխարհ է ասենք մի քիչ տարօրինակ է հնչում բայց լավ ընդունեցինք սենց իսկ հետո ամենաֆինալում հասկանում ես այս դրանից է չէ կարա չլներ քանի որ Dark Tower-ից խոսացինք դու ոնց ես ֆինալը ոնց էր քո համար Dark Tower-ը ինձ համար շատ լավն էր ու էդ էլ այն ֆինալներից է որ առաջին պահին նենց հա լավներ ոնց որ չվիրավորեց իմ որպես ֆանատի զգացմունքները, բայց ես իմ ինչ չէր եմ, որ գլուխս չտրակացրեց էլի, բայց էդ էլ ինչքան գնում է, ինչքան զարգանում ես եւ այլն, այնքան հասկանում ես, որ հա, ասենք այդ Ռոլանդի
կերպարը ինքը, եթե չնայենք ամբողջ այդ աշխարհի իմաստով, Իրանը լրիվ գնում էր նրան, որ ինքը այդքան, չգիտեմ, 100-ամյակներա թե 1000-ամյակներա թե ինչա, ինքը շատ ուշ սկսեց զարգանալ որպես մարդ ու հետևում թողնել այն իր գլխում ստեղծած միֆերը, իր ինչ որ գաղափարները, որոնք հնացել են, որոնք բերել են արդեն վատ հետևանքների ու ինքը մեկը, ասենք, մինչև այդ իր նոր ընկերներին այդ կատետին հանդիպելը չի անցնում ու անցնելուց հետո էլ մեկը դեռ ունի մեկ այդ ինչ որ կարծրացած բաները ու դրա համար ֆինալը, որ այդ ցիկլի մեջ է գցում, ցույց է տալիս, որ այն ինքը մի քիչ զարգացավ, բայց ինքը դեռ մեկը պետքա անցնի այդ ճանապարհը, մինչև հասնի ինչ որ իր վերջնական լավագույն տեսակին, էլի։ Ինքը ամեն անգամ ինչ նոր բան է, չէ՞, ձեռք բերում։ Հա, մենք չգիտենք նախորդ անգամ ասենք ինչ է եղել, բայց այդ մի անգամը մենք տեսնում ենք, որ ինքը մյուս անգամ այդ նույն բանը չի կրկնվելու, էլի։ Ինձ ահավոր հետաքրքիր կլներ Ռոլանդի այդ ամեն անցած այդ արկածների ալտերնատիվները ինչ որ ձևով իմանալը, դա вообще ուժեղ կլներ։ Քինգի մոտ այդ ալտերնատիվների, գրական ալտերնատիվների գաղափարը շատ բան է։ Անդադ ինքը դա օգտագործում է։ Դու ուռը կարդացել ես իր պատմվածքներից։ Չէ։ Ուրեմն ինքը փոքր պատմվածք է, բայց շատ լավն է։ Մի հատ բանի մասին է, գրականագետի մասին է, ով պատահաբար ոնց որ առնում է ինչ որ բան, Kindle։ Ու այդ Kindle-ում դոստուպ է ստանում մուլտիվերսի ուրիշ տարբերակներում, ասենք հեղինակների գրքերին, որոնք մեր աշխարհում չկան, ասենք, չգիտեմ, Շեքսպիրի ինչ որ ալտերնատիվ ստեղծագործություն կամ Հեմինգուեյի ալտերնատիվ ստեղծագործության ու ինքը դրանից քիչ-քիչ սկսում է խելագարվել։ Քինգի մոտ այդ ալտերնատիվների բանը շատ ցայտուն է։ Հա, ընդ որում ինձ թվում է, որ օրինակ իր նոր ցիկլերի մեջ այդ նույն մարտիկ չեն լինելու, որոնք իրեն փոխելու են, որտեվ հատկապես իր մոտ, ասենք, այդ լրիվ ուրիշ աշխարհ, ընկան մարտիկ պլյուս-մինուս մեր ժամանակներից մի քանի տասնամյակ էս կոմենկոմ իրանց խնդիրներով, այն ժամանակվա թեմաները բացելով եւ այլն, ու հետո քանի որ մենք տեսանք այդ կերպարների ավարտը ոնց է լինում, որը ցիկլից դուրս է լրիվ։ Ինձ թվում է, որ հենց դա ամեն անգամ այդ կարա լինի ինչ որ նոր հասարակական բաներով, խնդիրներով, նոր տիպի մարդիկ եւ այլն, որոնք իրան կփոխեն։ Ինձ թվում է այդ նույն, չեմ կարծում, թե այդ նույն Էդին, Սյուզաննան, հա, կատետը ամեն անգամ տարբեր առնելու։ Ինձ թվում է, հա, այն որ կարող է ինչ որ ընդհանուր բաներով, որտեվ երբ որ մենք իր առաջին կատետին տեսնում ենք, որ իրանք ունեին ինչ որ ընդհանրություններ այս նոր ժողովրդի հետ, բայց իրանք նույն մարդիկ չէին, այդ նույն մարդու ռեինկարնացիան չի ուրիշ մարմնի մեջ, ուրիշ անունով կամ բան, տեսնում ենք, որ չէ, ուղղակի կա ինչ որ ընդհանրություն, բայց ոչ այնքան, որ այդ միշտ կրկնվի։ Ու դրա համար ինձ թվում է, որ հետագայում էլ իրան սպասում էին ուրիշ մարդիկ, ուրիշ պատմություններով ու որոնք իրան ուրիշ ձև էին զարգացնելու արդեն, որտեղ ինձ թվում է ինչը որ ասենք այդ Սյուզաննան, Էդին ու Ջեյքը ու նույնիսկ Օյը ասենք արեցին, իր այդ արածը, դրա համար ինքը արդեն դուրս եկավ, ստացած այն իր բանը, հորնը, հա, ինքը դրա համար ամեն վճարել է արդեն։ Հա։ Իսկ Քինգի վերջի ստեղծագործությունները կարդացել ես, վերջի որն ես կարդացել վերջիններից։ Վերջիններից, այդքան է արդեն վերջին չի, որովհետև մարդը շատ է գրում, Միսթր Մերսեդեսի սերիալը, որ դուրս էր եկել, այդ գրքերն էին։ Ես 3-ն կարդացի, ինձ բանը ավելի դուր եկավ, այն մեջտեղինը, Միսթր Մերսեդեսին հաջորդողը։ Երրորդը էլի ինքը գնաց միստիկայի մեջ, նորմալ է, Քինգի համար միստիկան նորմալ է, իր աշխարհում դա իրական է, բայց երկրորդը այդ գրողի վախը, որը ինքը սկսել է դեռ միզերից ու այդ գրքում вообще շատ ուժեղ է ցույց տալիս։ Ու մարդկանց այդ երկրպագուների կապվածությունը, թե կախվածությունը ասեմ, թե մոլուցքը ասեմ, ստեղծագործության նկատմամբ։
Հա, ինքը ընդ որում ասեմ, որ հետաքրքիրն է նա, որ հենց դա այս գրքում ինքը ավելի օգտագործել է հենց իրոք այդ պահը, որովհետև միզերին էլ բոլորը ընկալել էին որպես նույն թեման, բայց իրան որ հարցրել էին, ինքը ասում էր, չէ, ասում էր միզերին իմ համար այդ իմ կախվածություններն էին, այդ իմ ալկոհոլներ, այդ իմ կոկայիններ եւ այլն, չէ, այդ ֆանատներին չէ, ուղղակի քանի որ ինքը այդ կյանքով ապրում է, այսինքն այդ մետաֆորան ինքն իրան մտնում է մեջը, իսկ ստեղ ինքը ավելի հարուստ է այդ առումով, քան թե միզերի նման, որը շատ նենց միանգամից նենց ուղիղ գալիս է ու սկսում է, ասենք, տենց ջարդել բանել, ստեղ այդ շատ ավելի խորը ձևով էր, հա ինձ էլ է երկրորդը ամենաշատն է դուր եկել, որտեվ ինքը նենց շատ խորացավ այդ հենց մարդկային բաների մեջ, էլի։ Այդ հոգեբանական մոտեցումը, որ դու ինչ-որ բանի երկրպագում ես, ես ինքս իմ վրա եմ զգացել։ Երբ որ դու ինչ-որ բանի երկրպագում ես, քեզ թվում է, թե դրա հեղինակները քեզ պարտք են։ Հա։ Չէ՞, տենց տպավորություն կա։ Ինչի համար եմ ասում, Alien Earth-ի թեմայով խոսենք։ Դու լավ գիտես, թե ես Alien-ի ինչ տիպի ֆանատ եմ։ Եթե ես այդ ուղղությամբ շարժվեի, այդ բանով, որ կանոն, всё կանոնից ենքոն ոչ մի բան չկա, ես էլի դառնալու էի հենց այդ տիպի երկրպագուներից, ովքեր որ ասում են, որ հեղինակները ինձ պարտք են։ Բայց ես Alien Earth-ին նայեցի լրիվ ուրիշ տեսանկյունից, ու այդ տեսանկյունից իմ նայածը ինձ դուր եկավ։ Հա, այդ ըստի շատ ճիշտ մոտեցում եմ եկել մի բան կա, որը ասել էր Star Trek Deep Space Nine-ը ստեղծողը, քանի որ Star Trek-ը ամեն անգամ ինքը փոխվում էր ու ամեն անգամ ֆանատները չէ, ովքեր են էս ինչա, անցնում մի քանի ամիս իրանք էս մեկը ավելի շատ են սիրում, քան նախորդը, ու այդ Deep Space Nine-ը ստեղծողը ինքը լրիվ sense ռադիկալ փոփոխություն էր արել, նախ շատ լրջացրել էր, երկրորդը, ասենք Star Trek-ը միշտ եղել է, որ իրանք գնում են ինչ որ նոր տեղեր ուսումնասիրելու, հայտնաբերելու եւ այլն, իսկ այդտեղ ստանցիա է, իրանք չեն գնում ոչ միտեղ, ու իրան երբ որ հարցնում են, ինքը ասում էր ֆանատները ունեն տենց պահանջ, որ դու պետք է տաս ինձ ինչ ես ուզում եմ, բայց իրանք չգիտեն ինչ են ուզում։ Դրա համար դու իրանք պետք է տաս լավ բան, որ իրանք հասկանան իրանք ինչն է պետք, որովհետև իրանք որ լսես, ասում են իրանք ուզում են անդադ նույն բանը ուղղակի նոր։ Ասում է, բայց իրանք այդ չի պետք։ Այդ նույն բանը արդեն գոյություն ունի։ Ու այ նույնը իմ կարծիքով օրինակ այ լավ հետաքրքիր ֆրանշիզաների դեպքում է, որ ճիշտն ասած, ասենք օրինակ Ռոմուլուսը, որ մենք նայեցինք, ինքը շատ լավն էր, մեզ շատ դուր եկավ եւ այլն, բայց անցավ մի քանի ամիս ու ես իրան ոչ հիշում եմ, ոչ բան, որտեվ ինքը ինձ տվեց լրիվ են ինչ կար, այդ ինքը ֆան սերվիսեր են, որ հա լավ նկարած բան եւ այլն, ինքը ոչ մի նոր բան չտվեց։ Իսկ օրինակ Alien Earth-ը տվեց ու դրանով ինքը շատ լավն էր ու շատ հետաքրքիր եւ այլն, բայց բացի դրանից Ռոմուլուսի ժամանակ մի հատ հետաքրքիր բան եղավ։ Այն ժամանակները, երբ որ prequel-ներն էին դուրս գալիս, Prometheus-ը, Covenant-ը, բան, ես ու դու այն քիչ մարդկանց էին ու շատ դուր էր գալիս, չնայած մեջ մանր ինչ որ անկապ բահեր կային, լավը այն անհամեմատ ավելի շատ էր մեզ համար, բայց մարդիկ հիասթափված էին, չէին ուզում նայել եւ այլն, վերջո դրա համար երկրորդը փող չաշխատեց, դրա համար ու շարունակություն չունեցավ։ Ռոմուլուսը որ դուրս եկավ, մարդիկ ովքեր գնացին, իրաց դուր եկավ, բան, հետո ասում են, բայց մեզ հետաքրքիր կլներ Դեյվիդի պատմությունը իմանայինք, ասում են, այ որ այն ժամանակ այդ մտածեի, կարողա ունենայինք Դեյվիդի պատմության շարունակություն։ Իդե Պրոմեթեսի պահով 12 թիվն էր։ Ես հələ շատ երիտասարդ էի, կարելի ասել, 30 տարեկան։ Ու այն վաղտ այդ մտածելակերպը կար իմ մոտ, որ իմ ուզածն է, ես ուզում եմ sense, դուք իրանք չունեք կանոնից հեռանաք։ Ու Պրոմեթեւս ինչ անի ֆանատը, ով որ տասնամյակներով պատկերացրել է լրիվ ուրիշ բան, այդքան այդ
կայքերում այդ ֆորումներում քննարկումները թե ժոկեյները ինչ էին եւ այլն Որ ամեն միլիմետր էլի ինչա նշանակում, կենսաբանական բաներ, գրքեր, չգիտեմ, բացատրություններ, խորացած sense տիեզերական խավարից եկող ինչ որ անհասկանալի խտոնիկ բան եւ այլն, ու Prometheus-ն է տալիս։ Ես ասեմ, ես սկզբում ահավոր հիասթափված էի, ահավոր այն կարգի հիասթափված էի, որ ես ասում եմ, ես էլ այս ֆիլմը երբեք չեմ նայելու։ Բայց հետո ինչ որ ժամանակ անց, երբ որ ես սկսեցի Prometheus-ը վերանայել, ես հասկացա, թե ինչ լավ ֆիլմ է։ Ինքը ունի լիքը տուպոյ պահեր, ահավոր դեբիլ պահեր ունի։ Բայց ասեմ իրենք նույնիսկ այդքան շատ չեն, ինչքան կարա թվա, էլի վերջերս վերանայած բաները, որոնք կարելի է принципе ներել։ Բայց ինքը իր հիմքում այնքան լավ, ինքը նախ իր մթնոլորտը, իր այդ անհայտի, հերույի, օտարի հետ փոխազդեցության մարդու ձգտումները, նաև կրոնական մոտեցումները, գնոստիկ թեմաները այդտեղի, որ դու հետո ժամանակի ընթացքում հասկանում ես ինքը ինչ ծանրակշիռ մոնումենտալ կինո է։ Հետո Covenant-ը ինձ, երբ որ ես արդեն Covenant-ը նայելուց, ես արդեն սիրում էի Prometheus-ը։ Ու Covenant ինձ ուղղակի հիացրել էր։ Ես ճիշտն ասած Prometheus-ը որ նայել եմ, ինձ մի անգամից էր դուր եկել։ Այդ վատ պահերը ասենք տեսել էի, բայց իրաքսկի այդ պահին ես հասկացա, ինձ այնքանա դուր եկել ինքը, ու նույնիսկ այդ ժամանակ ասենք գնոստիցիզմի մասին շատ չգիտեի եւ այլն, բայց ինքը այնքան հետաքրքիր բաներ տվեց, ու բացի դրանից նաեւ ասենք նույն Alien-ում միշտ կան հետաքրքիր կերպարներ, ոնցքի դու տենց ինչ-որ նախապատմություն բան չես իմանում, բայց միանգամից սենց կապնվում ես հետները եւ այլն, ու ինքը մեկը շատ սիրուներ նկարած, իր մոնտաժներ շատ լավ է եւ այլն, ինքը ինձ միանգամից նենց դուր եկա, որ հենց դա ես հակառակը կինոթատրոնից դուրս եկա, ասացի հենց ինքը լավ որակով դուրս գա, ես հաստատ էլի վերանայելու եմ իրար, ու ճիշտն ասած ես մի հատ թեզ ունեմ, թե ինչի են այդ հիմար պահերը մեջը հայտնվել, որովհետև դրանք հիմնականում կապ ունեն նրա հետ, թե կերպարները ոնց են մեռնում։ Ինչ ասենք, գիտնականներ են ովքեր հիմարություններ են անում եւ այլն, ու հետո քանի որ մենք ունեցանք Raised by Wolves սերիալը, որտեղ կան լրիվ այդ թեմաները, այդ գնոստիցիզմը, այդ ծնող որպես կյանք ստեղծող արարած, ասենք բանը, խառնված տարատեսակ կյանքի ֆորմաներ, էլի այդ նույն անդրոիդները, այդ նույն ուրիշ մոլորակները եւ այլն, այդ ամեն ինչը կար, բայց այդ հիմար պահերը էլ չկային։ Ու ես հասկացա, որ իրականում այդ խնդիրները կային, որովհետեւ իրանք գիտեն, իրանք նկարում են Alien կինո, մարդիկ գալու են սպասումներով, որ բոլորը մեռնելու են, վերջում ողջամնալու մի աղջիկ կարող է մի հատ անդրոիդ կամ չէ, ու իրանք մարդիկ ում հետաքրքիր էր ինչ որ տենց փիլիսոփայական բան, ասենք ինչ որ տենց հոգեբանական թրիլերոտ բան նկարել, տենց հորորի էլեմենտներով, իրանք ստիպված պետք է որոշեին, թե այդքան կերպարի ոնց են սպանելու, ու իրանք դրան վերաբերվել էին նենց անհետաքրքրությամբ, որ ասել էին, դե լավ, դեբիլա, թող գնա, ասենք, տենց օցանման բանին, տենց ուտուտու անի, ասենք։ Դա մեր մեջ ասած օրիգինալ Alien-ը, որ ես պաշտում եմ, ընդդեմ էլ այդ մահերի պահերը այդքան խելացի չէին առանձնակին ու մարդկանց վարվելակերպի պահով։ Սկսած նրանից, որ իրանք ներս թողեցին այդ ամեն ինչը, վերջացած նրանով, որ հենց նոր այդ մարդու դեմքին այդ անհասկանալի բաններ կպած ընկա ու հաջորդ կադրում իրանք իր հետ նստած հաց են ուտում նույն։ Դե այդ մի քիչ կա, բայց ընդեղ բայց այդ ավելի լավ արած նախ եւ առաջ, որովհետեւ իրանք շախտյորներ են, ասենք, բայց օրինակ ի սկզբանե հենց դա իրանք չէին ուզում ներս թողեին, Android-ն է ներս թողնում, որովհետեւ ինքը ունի այդ պրոտոկոլը, որ պետք է այդ անի։ Այսինքն այդ մեկը իրանք հիմարություն այդքան չեն անում։ Prometheus-ի հիմարություններն է principe կարած բացատրես։ Սենց ասեմ, իրանք պետք է, եթե նայում ես, ասենք, որ օրինակ գործը ունի ինչ-որ խնդիրներ, ասենք, կարաս նայես դրան այն հայացքով, որ եթե այդ խնդիրը օրինակ չլիներ, ավելի լավ սցենարային մտածեին ընդհանուր
տպավոր ընդհանուր պատմությունը փոխվելու էր, թե չէ։ Եթե չէ, ուրեմն այդ փոքր խնդիրը էլ առանձնապես լուրջ խնդիր չի, էլի, որտեղ օրինակ հիմա ասենք, չգիտեմ, գլուխ գլխի տանք, մենք կարող ենք նենց անենք, որ այդ Պրոմեթևսն ու Կովենանտը լրիվ նույն ձև գնան, լրիվ նույն մարդիկ նույն մահերով մեռնեն, ուղղակի այդքան իրանց որպես հիմար ցույց չտա, որովհետև այնտեղ նենց այդ էկոսիստեմա, նենց կերպարներ են այնտեղ ուզում էլին ստեղծել եւ այլն բան, որ այդ մեկը լինելու էր։ Ու հարցը այն է, որ այդ առանձնապես վերջնական տպավորությունը, վերջնական իմաստը բանը չէր փոխելու։ Կարևոր չի։ Այդ կարգի խնդիրները վատ են լինում այն դեպքում, որ եթե մեկը մի հիմարություն չաներ, այս պատմությունը ընդհանրապես չէր լինի 5 րոպեում կվերջանար, ասենք։ Այդ դեպքը չի, էլի։ Ու այդ դրա համար Raised by Wolves-ը ոնց որ լրիվ այդ խնդիրներն էլ լուծեց, որովհետև այնտեղ չկար հարց, որ բոլոր մեռնում են, 1-2 հոգի է սաղմնում։ Դրա համար փակեցին, էլի։ Իրականում փակեցին ավելի շատ մերջերի պատճառով, որովհետև հիմա բոլոր կամպանիաները մեծ փորձում են իրար հետ խառնվել, հա, ու տենց շատ լավ բաներ զոհ են գնում։ Շատ լավն էր։ Հա, բայց ինքը շատ լավն էր։ Գիտեմ Ռիդլի Սկոթը վերջերս ասել էր, որ վատ չէր լինի, եթե Ռոմուլուսի սիկվելում Դեյվիդը երևար։ Ես вообще Կովենանտի հետ սիկվելի հետ կապված լրիվ ուրիշ էմայլի կգան երկրպագույն ես sense եմ ուզում sense իմոտ դաժե բան կար այդ մուտքի դրվագի պատկերացում կար թե ոնց է դա տեղի ունենալու այն take me home երկի տակ ինչ որ կամերան sense դանդաղ Կովենանտ նավով է շարժվում դա ճիչեր են բաներ sense արում այդ բանով էր բայց Կովենանտը տապալվեց ֆինանսապես որովհետեւ մարդիկ իրան չհասկացան մեկ էլ մենք քանի որ քիչ ժամանակ ունենք երկու բառով Alien Earth-ի մասին ինչի են մարդիկ բանանում որ ինչի են մտածում որ Alien Earth-ը պարտադիր պետքա ինչ որ չգիտեմ իրանց ցանկություններին համապատասխանի հենց ֆրանշիզի կոնտեքստում ինձ թվում է որ էլի այդ նույն պահն է գալիս որ իրանք չեն ուզում մեծ փոփոխություններ իրանք ուզում են ստանան Ռոմուլուսի կարգի բան ու որ Ռոմուլուսի նման նայեն անցնի 2 ամիս ասենք իրանք չհիշեն բայց ժամանակ առ ժամանակ իրանք նորից նույն բանը կերակրեն ու որովհետև հիմա հաճախ է լինում այդ բանը, որ ոչ միայն տենց որպես ֆանատ պետքա մնալ կանոնի մեջ եւ այլն, այլ մարդիկ իրանց իդենտիֆիկացնում են, ասենք այդ ֆրանշիզի հետ, ու իրանց թվում է, որ դուք ասենք նոր բան եք անում, այդ նշանակում է դուք ուզում եք ասեք, որ հինը վատ էր կամ սխալ էր, եկել են էս լիբերալները բանը, woke բաներ են մտցնում, եսիմինչ, իրականում ուղղակի սենց ասեմ, աշխարհի վիճակը նենց է, որ մարդիկ ավելի շատ ձգտում են դեպի նոստալգիայի, որ իրանց մի քիչ հանգիստ լավ զգան, որ հիշեն, ասեն, հիշում եք այն ժամանակները են, որ սենց չէր, ասենք, իսկ իրանց հակառակը քիչ չի տալիս են ուրիշ բան ու նոստալգիա չեն տալիս, հələ մի հատ էլ, ասենք, նույն կոնկրետ Alien Earth-ի դեպքում, հələ մի հատ էլ ավելի շատ են մատնանշում, ասենք, թե այս վիճակները, ասենք, ինչքան ավելի վատը կարան դառնան ու ասում են, տենց է լինելու, այսինքն չեն փորձում դիտողին կտրվել իրանց մի քիչ լավ զգալ ու մտածել, որ ամեն ինչ այդքան լուրջ չի եւ այլն։ Ինձ թվում է Alien Earth-ը հասկանալու համար առաջ երթին պետքա կոմֆորտի զոնայից դուրս գալ, այդքան բան։ Ու հարցերն է, որ առաջին Alien-ից սկսած միշտ էլ ինքը կոմֆորտի զոնայից հանելը։ Օրինակ նույն Ridley-ի ժամանակ, քանի որ սառը պատերազմներ, այնտեղ հենց այդ Alien-ը ավելի շատ գալիս էր նրան ինքը ավելի շատ ոնց որ տենց այդ ատոմային ռումբի, ասենք, մետաֆորալիներ եւ այլն, ու հենց դա ցույց տալով, որ այդ շատ վախենալու բանա, պետք չի դրան նենց անել, որ չէ, խելոք մարդիկ երբեք իրանց թույլ չեն տա, չէ, հենց դա կվերցնեն մի հատ Alien կփորձեն բերել, ասենք, ձեր տուն։ Ու հետո ասենք նույն բանը երկրորդ Alien-ում, երբ որ բերում են զորք, որին բնականաբար բոլորը մտածում են մեր զորքը, ասենք, սովետները իրանցն են մտածում, ասենք ամերիկացիք իրանցը,
ու էլիենները ասենք ջնջում իրենց ջնջում են եւ այլ ինքը միշտ է կոմֆորտից հանել ու ուղղակի մարդկանց թվում է թե իրենք մոռանում են որ այն ժամանակ էլ է կոմֆորտից հանել որը ժանրը պահանջում է էլի ու մտածում են չէ այս մենակ այս նորերն են հանում ես եզրափակեմ այս ամեն ինչը Alien-ը ինքը երբեք միատարր չի եղել բոլոր մասը իրարից առանցքային ձև տարբերվել են դենց որ բողոքելու իմաստ չկա հա ապրես որ եկար շատ հետաքրքիր զրույց էր հա քեզ մերսի կանչում հույս ունեմ մենք էլի կհանդիպենք որտեղ թեմաները շատ են հասկացող մարդիկ քիչ են այդ թեմաներից ապրես հաջողություն կհանդիպենք հաջորդ թվարկմանը